Սիրելի հայրենակիցներ, այն պահից, երբ վեհապար հայրապետը մասնակցեց Շվեյցարիայում անցկացվող Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության շրջանակներում հայտնի միջոցառմանը եւ բարձրաձայնեց արցախցիների վերադարձի իրավունքի մասին, սկսվեց ՔՊԱ-ական իշխանության անթաքույց գրոհը հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Հետո այդ գրոհը որոշակի մետամորֆոզի ենթարկվեց եւ նրանք, ովքեր իրենց նույնիսկ հայտարարում էին, որ աթեիստ են, անաստված են, հանկարծ դարձան եկեղեցու հավատարիմ բարեպաշտ հետևորդներ։ Կարծում եմ, պետք չէ հեռադիտակով կամ մանրադիտակով նայել խնդրին հասկանալու համար, որ եկեղեցապաշտ եւ եկեղեցապաշտպանության եւ աստվածավախության ներքո դիմակի շղարշի տակ ընդամենը գրոհ է եկեղեցուն, որպես ազգային համազգային կառույցի, քանի որ ճակերտավոր նոր Հայաստանում համազգային որևէ բան չկա, եւ չմոռանանք Նիկոլ Փաշինյանի նաեւ այդ հայտարարությունը, որ ես պատասխանատու եմ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ այստեղ Հայաստանաբնակ ժողովրդի եւ հայ ազգի մյուս ներկայացուցիչների միջեւ ջրբաժան գծվեց։ Բայց քանի որ սա քաղաքական հարցը թողենք մի կողմ, սա քաղաքական խնդիրն է։ Ես այս օրենքի հետ կապված մի հարց եմ ուզում տամ պարոն Դաղունցի, եթե պարոն Դաղունցը կլսի իհարկե ինչ եմ խոսում։ Պարոն Դաղունց, Գեղարդ հայկական մշակույթի կոթող չի, Հայաստանում չի կռվել Գեղարդը, հայ զինվոր չի խոցել Գեղարդով, հռոմեացի զինվոր է եղել է Հայաստանից բավականին հեռու։ Հիմա ուզում տեխնիկան հասկանամ, դա հայկական մշակույթ է։ Եվ եթե օրինակ դա հայկական մշակույթ է, պատկերացրեք հանկարծ մի գեղեցիկ օր Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին ձեռք է բերում, մեկ րոպե ընդամենը, օրինակ Քրիստոսի պատանքը, որը էլի Հայաստանում չի գործվել, Հայաստանում Քրիստոսին այդ պատանքով չեն փաթաթել, կամ օրինակ Լեոնարդո դա Վինչի վերջին, եթե կարելի է կես րոպեն մի րոպեից, լավ, Լեոնարդո դա Վինչի վերջին ընթրիքը, խորհրդավոր ընտրիքը այդ նկարը։ Դա արդյոք եւ հետո եկեղեցին սեփականությունը ընդունում է, հետո ինչ որ մի պատճառով որոշում են նվիրել։ Պետությունը ստեղ ինչ գործառույթ ունի եւ իդեպ եկեղեցին կարող է լինել օրինակ Երուսաղեմի պատրիարքարանը։ Օրինակ ստեղ այս օրենքը որ ընդունվի, դուք որպես փոխնախարար, ինչպես եք միջամտելու այդ գործարքին։ Տիգրան Պարսիլյան։ Ես իրական ելույթ չեմ նայ, եթե ես վատ ավանդույթ ու ես վերաբերմունքը պետության հանդեպ չլսեի, չտեսնեի, հատկապես այսօր օրինակ Լիլիթ Գալստյանի օրինակով, որ մարդը զուգահեռատանում եկեղեցապատկան գույք եւ պետականապատկան գույք։ Այսինքն ուզում եք ասեք, որ կրոնական կառույց, իսկ մենք խոսում ենք պատկանելիությունից եւ հետեւաբար իրավաբանական լեզվով եւ իրավաբանական մարմինների հետ ենք առնչություն ունենք, որ եկեղեցին որպես իրավաբանական անձ եւ պետությունը որպես արդեն պետություն, որը ժողովրդինն է, ոչ թե մենք ենք, որ ասում ենք մենք էլ ձեզ չենք վստահում, այսինքն պետությանը չեք վստահում։ Ես ես ասեմ, որ այդ պետությունը ձևավորվում է ժողովրդի կամքով։ Այ եկեղեցու իշխող կամ եկեղեցու կառավարող այդ տնօրենով է, ոնց է նշանակվում, մյուսը դուք ավելի եք վստահում այդ այնց մասնավոր կամ ինչ-որ հանրային բանի կառույցի, հա, կրոնական կամ հանրային կառույցի, որը ունի իրան տնօրեն, որը նշանակում է ոչ ժողովրդի կողմից, որի վրա որևիցե լծակ չունի ժողովուրդը, եւ պետությունը բերում եք նույն զուգահեռի մեջ, եք դնում, այսինքն միշտ եք վերաբերում ժողովրդին։ Դրա համար ժողովրդի կողմից օրինակ ընտրված վարչապետի դիմելաձևերն ու կարգու կանոնը չեք պահում, դիմելու սովորական կանոնը, որով ցույց եք տալիս ժողովրդի նկատմամբ հարգանքը, որտեղ այդ իր ընտրած վարչապետն է։ Բայց մարդը քաղաքացի Բագրատ Ինչյանը, որը նստած է այս պահին իր քաղաքական եւ
Վազգեն, կներեք, Վազգեն Գալստյանն իր քաղաքական գործընկերների հետ ահաբեկչություն պլանավորելու համար վատ եք զգում, որ հանկարծ իրան անուն ազգանով են դիմում, բայց ինչով պետք է դիմենք, թե ինքը որպես բան է հանդես եկել, որպես սրբազան է հանդես եկել այդ գործողությունները իրականացնելուց։ Ընդհանրապես պետության հանդեպ մի քիչ հարգանք ունեցեք։ Եվ այո, պետությունը ունի գործիքակազմ ժողովրդի իշխելու համար, իսկ ձեր ասած կրոնական կառույցները ոչ։ Վլադիմիր Վարդանյան։ Ախր, ես մի քիչ չեմ հասկանում ձեզ էլ անկեղծ։ Թողնենք արկա իրավիճակը մի կողմ, տեսեք, եկեղեցու կարծիքը որն է, կարող եկեղեցին է կողմ, որ այդուհանդերձ կառավարությունը ունենա իր իրավասությունը թույլատրել կամ չթույլատրել։ Ի վերջո խոսքը չի գնում եկեղեցապատկան որևիցե տարածքի, հուշարձանի եւ այլի փոխանցման արգելքի մասնակցման կառավարության համաձայնությունն է պետք։ Այս անայդ աստվածու արձանը, որ բերել ենք Լոնդոնից, այդ արձանը խո Լոնդոնում չէր ծնվել, մեծացել։ Մի ձև հայտնվել է, չէ՞։ Հիմա կարող է մեզ էլ այդուհանդերձ պետք են լծակներ, չենք ասում է չթողնենք, բայց այդուհանդերձ հնարավորություն տանք, որպեսզի կառավարությունը առնվազն տեղյակ լինի դրա մասին։ Ես չեմ ասում, որ ի վերջո եկեղեցապատկան կառույցները եւ այլն փոխանցվել են 91 թվականից, ել չեմ ասում, եթե ուշադրություն դարձնենք եւ փորձենք վերլուծություն անել, կադաստրային տվյալները բարձենք, կստանանք օրինակ, որ մասնավոր իրապետության ներքո կարող են հայտնվել որոշակի տարածքներ, բայց ուզում հասկանամ ինչով է պայմանավորված այս բացասական վերաբերմունքը։ Ես օրինակ համոզված եմ, որ այո, Հայաստանի Հանրապետության ժողովրդի ժառանգությունն է։ Այդ թվում այն ինչ որ պահում է Հայաստանի Հանրապետության տարածքում այդ թվում եւ իշխանացնում։ Եվ ես եւ դուք պետքա հնարավորություն ունենանք իմանանք թե ում, երբ եւ ինչի համար է փոխանցում այս կամ այն իրը։ Ի վերջո, պարոն Ռուբինյանը, իմ կարծիքով հոգևոր կառույցների վերաբերյալ քննարկումների շրջանակներում ամենանյութական նախագիծն է, որովհետև մենք քննարկում ենք ոչ թե հոգևոր արժեքներ, այլ նյութական արժեքների փոխանցման հարցը։ Չեմ խառնում որևիցե բաները, շատ կարճ հստակ ասում եմ։ Ձեր դիրքորոշումը ո՞րն է։ Չպետք է իմանանք ինչ է տեղի ունենում։ Այսքանը շնորհակալություն։ Գեգամ Նազարյան։ Քանի որ սա առաջին ընթերցումն է, կարծում եմ նախագծի հեղինակները այս միջև երկրորդ ընթերցում եկեղեցու ներկայացուցիչների հետ ակտիվ կքննարկեն եւ իրենց առաջարկությունները կընդգրկեն նախագծում։ Ուղղակի ես ինչու ցանկություն ունեցա ելույթ ունենալ, որովհետեւ հանրության մեջ Տելեգրամյան որոշ ալիքների, յութուբյան որոշ ալիքների ակտիվ ջանքերով տպավորություն են ստեղծել, որ նախագիծը այն մասին է եւ իմ հարցն էլ դրա մասին էր, ուղղակի երևի թյուրընկալում եղավ, այն նրա որ պարզաբանվի, որ սա ոչ թե նախագիծ է, որով եկեղեցիները պետությունը խլում է եկեղեցուց եւ վերադարձնում պետական, ասենք, վերահսկողության ներքո, այլ ընդամենը նախագիծ է, որ հանկարծ ու հանկարծ ինչ-որ մեր ժողովրդի, մեր պատմությանը, մեր եկեղեցուն պատկանող պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող եկեղեցիները չանցնեն անհասկանալի մարդկանց
կառույցների եւ երկրների։ Ինչ վերաբերվում մեկ էլ մի բան եմ ուզում ասեմ, որ անդադ ասում են բանը պետությունը, իշխանությունը եկեղեցու դեմ է հարձակվել, ես անդադ ասում եմ, ինձ վրա հարվածի սլաքներ եմ վերցնում, չգիտեմ ինչի, բայց երևի պետք է դա անեմ, բայց նորից եմ ասում, ես դժվար ինձ հավատացնեն, որ եկեղեցու դեմ պայքարող իշխանությունը միայն 2025 թվականին 850 միլիոն դրամ կհատկացնի եկեղեցիներ նորոգելու համար, այդ թվում Սուրբ Էջմիածնին այսօր պատկանող եկեղեցիների։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հա, փոխվել եք, ճիշտ է, Ջուլիետա Ազարյան։ Բայց միշտ Տիկին Ազարյանը կմոտենա, Տիկին Ղազյան, բայց իրոք եկեղեցու հետ արժի քննարկել, օրինակ Մասյացյոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանի հետ կարող եք քննարկել կամ բարենորոգման խորհրդի հետ, կարծում եմ լավ գաղափար է։ Հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, պարոն Դանիելյան, ասում եք, կա աշխարհում տեսնես մի պետություն, որտեղ ընդհանրապես կրոնական կազմակերպություն, որին պետությունը ցուցումներ է տալիս, ասում է ինչը որից հետո անի, մոտավորապես այս համատեքստում։ Ես հիմա ձեզ ուզում եմ հարց տալ եւ հուսամ Տիկին Ղազարյանը կանրադառնա այս հարցադրմանը։ Դուք կպատկերացնեիք, արդյոք կա մի պետություն եւ որի ներսում կա մի կրոնական կազմակերպություն, ասել է թե հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ով հրաժարվել է տևական ժամանակ պետությանը, այս դեպքում կրթության նախարարությանը, տրամադրել մի տարածք, որտեղ պիտի տեղի ունենա հոգևոր երաժշտության փառատոն։ Կպատկերացնեք, եւ երբ խոսում եք, այ որ հայ է, հեսա տալու եք, օպերանել եք օտարելու մատենադարան, ես ուզում եմ ասել, մեր քթի տակ, հայ ժողովրդի քթի տակ, Աստվածամուխ Սուրբ Գեղարդի փշուրը, հիմա անունը դնեք փշուր, կտոր, թե մասնիկ, նվիրել են, եւ Տեր Ասուխի Կահաբեղաքահանան դուրս գալով քննչական կոմիտեից, որտեղ քննչական կոմիտեի նախաձեռնած վարույթի շրջանակներում ըստ էության կար վարույթ, դուրս գալով ասում է, այո, նվիրել ենք մանրակերտը, ես կարող եմ ձեր հետ կիսվել այդ տեսանյութով, ասում եք սուտ է, կեղծիք է, կարող եմ հիմա նիստից հետո միացնել, ասում են նվիրել ենք մանրակերտը, որը հասանելի է եւ կարող է ցանկացած քաղաքացի ձեռք բերել տարբեր հուշանվերների խանութում, որոնք գոյություն ունեն եւ տեղակայված են Մայրաթորի տարածքում, լրագրողը զարմացած հարցնում է, մի քանի օր առաջ ասում եք մասնիկել եք նվիրել, այդտեղ անհարմար դրության մեջ արդեն հայտնվելով Տեր Ասողիկը ասում է, դե հա, փշուրներել ենք նվիրել, այ սա վերաբերմունքը, հիմա եթե կտոր լիներ, դա արդեն Աստվածամուխ Սուրբ Գեղարդի կտորը նվիրել է, բայց եթե փշուր է, ուրեմն ոչ մի բան է կամ կեղծիք է, Տիկին Ղազարյան, խնդրում եմ անդրադառնալ ձեր ամփոփիչ ելույթում, թե ինչու Մայրաթորը կրթության նախարարության, ԿԳՄՍ նախարարությունը մերժել է եւ չի տրամադրել տարածք երգչախմբերին հոգեվոր երաժշտության փառատոնին մասնակից լինելու համար երեխաներին։ Շնորհակալություն։ Լիլիթ Գալստյան։ Պարոն Վարդանյան եւ գործընկերներ, բացասական վերաբերմունք բացարձակապես չի կարող լինել մշակութային ժառանգության, հոգեվոր մշակութային ժառանգության եւ հատկապես հուշարձանների պահպանության եւ պաշտպանության առնչությամբ։ Բայց այստեղ վարկաբեկող եւ հանրությանը մոլորեցնող մի քանի հայտարարություններ եղան եւ ուզում եմ որ այդ տեսակետները խմբագրեմ։ Նախ եւ առաջ հիշեցնեմ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին հարաբերությունների մասին օրենքը, որի հոդված երկրորդն ասում է. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը։ Հիմա ինչ վերաբերում է հուշարձանին եւ գույքին, դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Այստեղ խառնեցիք իրար, խոսքը հուշարձանի մասին է։ Հուշարձանը գույք չէ։ Եվ ինչ վերաբերում է
Ուրեմն հայ առաքելական եկեղեցուն մի վարքյան մի ընդհատեք ինձ, հայ առաքելական եկեղեցին ունի իր կանոնադրությունը եւ այդ կանոնադրության համապատասխան ընծայաբերման ավանդույթներ եւ մասունքներ փոխանակելու նվիրելու դարավոր ավանդույթներ կան։ Հայ առաքելական եկեղեցին նվազագույնը գոնե ինչ որ այսօր պատմական արձանագրումներ կա 30-ից ավելի մասունքներ է ստացել քրիստոնեական աշխարհից, միգուցե եւ նաեւ ոչ քրիստոնեական աշխարհից, գոնե վերջին 3-ը ես հիշում եմ, որ Հռոմի 3 տարբեր պապեր հայ առաքելական եկեղեցուն նվիրել են Սուրբ Բարդուղիմեոսից մասունքներ եւ այլն, այսինքն մասունքներով փոխանակումը եկեղեցու քրիստոնյա աշխարհում ընդունված ընծայաբերման կարգ է եւ այստեղ պետությունը կներեք պետությունը գնա եւ քիթ խոթի հայ առաքելական եկեղեցու նվիրաբերման կարգի մեջ ինչ էս նվիրել ինչ է ստացել ուղղակի վարկաբեկվում է ժառանգության պահպանության ազնիվ մտադրությունը բայց երբ որ այստեղ դուք շատերը թեման տարան այնպես թեման տարան որ կարողա չգիտեմ եկեղեցի օտարվել այդ եւ նախադեպը իսկ չունենք սա թույլ է տալիս ինձ եւ շատերին մտածել եւ հաստատապես մտածել որ սա հայ առաքելական եկեղեցու դեմ ձեր քաղաքական ուժի կողմից սանձազերծված ասպատակության եւ թիրախավորման շրջանակներում հերթական առիթն է վարկաբեկելու եկեղեցին երբ որ բացարձակապես այդ մասին հիմք չկա եկեղեցին ունի իր իրավունք ինչպես ազգային ժողովի նախագահ տարբեր պատվիրակությունների հետ նվերներ է փոխանակում, այդ մասունքների փոխանակումը եւ եթե մեր Նոյան տապանից մի մասունքը Հռոմի մի խոսքով նվիրված Հռոմի պապին, նույն կերպ մենք ունենք Նոյան տապանի մասունք, սա եկեղեցու նվիրա ընծայաբերման կարգն է, չի կարելի վարկաբեկել եկեղեցին չհիմնավորված փաստերով։ Խոսքը դրա մասին է։ Իսկ եթե խոսքը մշակութային ժառանգության պահպանությանն է, իսկապես ոչ ես, ոչ մեր խմբակցությունից որևէ մեկը չի կարող դրա դեմ մեղանչել։ Բայց այդ իրական նպատակ ավելի քան հստակ այստեղ ցուցադրեցի։ Երեսպաշտությանն էլ չափ ու սահման ունի, էլի։ Ես մի դրվագի մասին եմ ուզում ձեզ հիշեցնել։ Եվ նաև մեր սիրելի հայրենակիցները հուսով եմ շատ հեռավոր անցյալում չի դա տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը կառավարության ճեպազրույցի ժամանակ ինչ էր ասում, ասում էր. «Կառավարությունում եթե մեկը համարձակվի իմ կարծիքից այլ կարծիք հայտնի, մի վարքյան անգամ չեմ թողի թե մնա։ Դուրս կանեմ ասում է։ Եվ մենք տեսնում ենք այդ process-ները ոնց է տեղի ունենում։ Հիմա օրինակ, էլի ասենք Արգիշտիկ Հարամյանին աշխատանքից ազատել են, Արգիշտիկ Հարամյանը քննչականի դռները փակում, ասում է բանալին իմն է, ոչ մեկ պիտի քննչական չմտնի։ Ոնց որ հիմի ձեզ սատարող նախկին հոգևորականներն են անում։ Եվ ես քիչ առաջ էլ ասեցի ինչ հոգևորական է ձեր ցույցերն ու միտինգներն ու ուխտիերթերը առաջնորդում։ Վազգեն Սարգսյանի սպանությունը, գնդակահարությունը համարելով հրաշք, մի երևույթ։ Էտա ձեր իրական պատկերը։ Հիմա վեհապար հայրապետը իր լիազորությունների շրջանակներում թե մի առաջնորդին ուրեմն լիազորությունները կասեցրել է, մի հատ բան եք սարքել, որ ինչ, հա, ճիշտ է արել, որովհետև սահմանադրության 17-րդ կետով պետությունը եկեղեցին անջատ են։ Դարերով այդ կարգ եկել է։ Չէ դուք բարեփոխիչներն եք, բարենորոգիչներն եք, տեսնում եք ձեր կողքը կանգնած հոգևորականների բովանդակությունը, Բենտլի Սամոյիկ ասում, ես այդ որակավորումը չեմ տվել, ու միջև հիմա չեմ տալի։ Մեկ էլ տեսնում ենք, պարոն Ռուբինյան, ձեզ հետ համբերվում է։ Եվ այս ամեն ինչի մեջ, բանը գիտեք որն է, որ այն հոգևորականները Այդ տեսնում եք։ Պարոն Դանիելյան, դուք տեղյակ եք, չէ՞, որ եթե ես ու դուք իրար հետ հայտնվենք պատարակի, դուք էլ եք ինձ համբուրելու, ես էլ ձեզ, որովհետև պատարակի կարգն է այդպեսին։ Ուրեմն, չէ՞ դե։ Իհարկե չեմ ուզում իրար հետ հայտնվենք պատարակի, բայց ամեն դեպքում։ Հուսով եմ նման բան տեղի չի ունենա, բայց գիտեք բանը որն է, որ այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ այդ մարդկանց ասել եք, ձեր թերթերում հոդվածներում գրել եք, ասել եք այս խնդրի մեջ է, այն թեմայի մեջ է, այն թեմայի մեջ է, միանգամից բարենորոգվում է։ Ձեզ գիտեք ինչն է պակասում։ Մի հատ արշակավան կառուցեք ու ամեն ինչ նման տեղը։ Ամեն ինչ նման տեղը։ Ես ելույթ կունենամ։
Հարգելի գործընկերներ, պարոն Դանիելյան, նախ ստերից էլ ասեմ, էլի, այդ որ այտը համբուրում են իրար, դա կոչվում է հաղորդություն, այդ բանի պատարակի ժամանակ, ասեն սկսում են մի կետից, իրար, չէ, ընթացքում, պատարակի հենց ընթացքում, իրար այդ համբուրում, այտը համբուրելով, սենց խրում են, ընթացքում, հաջորդը, դուք կարծես տեղ մատնանշեցիք, որ կան հոգևորականներ, ովքեր ում բարևարկությունը կասկածի տակ է, հապա մենք էլ ենք դա ասում, տարբերությունն է, որ մենք դա ուզում ենք փոխենք, դուք չեք ուզում փոխեք, տարբերությունը է դա, ինչ վերաբերում է բանին, թեմակալ առաջնորդին ազատելուն և չազատելուն և դրա վերաբերյալ դատական գործին, այո պետությունն ու եկեղեցին անջատեն, բայց դա չի նշանակում, որ եկեղեցին օրենքից դուրս է, կամ հոգևորականները օրենքից դուրս են, որովհետև բացի հոգևոր ծառայությունից իրանց մեջ նաև աշխատանքային հարաբերություններ կան, որոնք կարգավորվում են օրենքով, այսինքն իրանք ընդդատյա են, թե չէ հակառակ դեպքում ու կասեք, հա X հոգևորականը մեկին սպանես չեն կարող դատել, որովհետև բանա, պետությունը անջատ է եկեղեցուց, դա աբսուրդ է։ Հաջորդը, բայց վերադառնանք բանին, էլի մեր քննարկմանը։ Ինչ է Տիկին Ղազարյանի փաստարկը։ Փաստարկը հետևյալն է, ասում է, մենք ուզում ենք օրենքով կարգավորել եւ խուսափել մի իրավիճակից, երբ որ պայմանական եկեղեցու գլխին գտնվող մարդը, այսօր դա դե ֆակտո դեռ Կտրիչ Ներսյանն է, չնայած ինքը կաթոլիկոս չի։ Կարող է որ չէ, Կտրիչ Ներսիսյան։ Կարող է ինքը որոշի եկեղեցու որևէ մայրաթորին պատկանող որևէ պատմական հուշարձան նվիրի ինչ-որ մեկին։ Դա պետք է կանխել, որովհետև հուշարձանները բոլորի սեփականությունն են։ Հարցը առաջանում, իսկ ինչու պիտի նման բան որոշի, պատասխան նույն ձև ոնց որ որոշել է Սուրբ Մասունք Գեղարդից փշուր կտրի սենց ու նվիրի կարևոր չի ում։ Ու եկեք անալոգիա բերեմ, էլի։ Ասենք որ վաղը իմանանք Մատենադարանի տնօրենը մի հատ Միշնադարյան մագաղաթից սենց ծերից սենց կտրելա ու նվերելա ինչ որ մեկին, չեք ասի, էս ի՞նչ է կատարվում։ Հիմա տեղի ունեցել մի խայտարակ բան, ուզում ենք կանխենք։ Ճիշտ է, այս նախագիծը չի բանանում, չի կարգավորում մասունքների մասը, բայց կանխենք որ որևէ հուշարձան Կտրիչ Ներսյանը հանկարծ մեկին չնվիրի, օրինակ չնվիրի Հայաստան դաշինքին որպես նախընտրական շտաբ, որտեղ դες դեպք եղել է Մայրաթորի շենքերից մեկում փակցված է եղել Հայաստան դաշինքի լոգոն։ Դրա համար կարող ենք մտածել, որ եկուց մյուսօր կարող է նվիրի, այսքանը։ Աստված ձեզ հետ։ Չի ելույթը այսօր Թակուի Ղազարյան։ Բայց իհարկե եզրափակիչ էլ կունենամ։ Չէ, ելույթ է Տիկին Գալստյան։ Ուրեմն պարոն Դանիելյան, նոր չգիտեմ որ հոգևորականի մասին եք ասում, բայց այդ նոր իմացաք, կարող է վաղ մյուս օրը Կտրիչ Ներսիսյանը եւ Եզրաս Ներսիսյանը կամ Մկրտիչ միանան բարենորոգման օրակարգին, պարզվի իրանք էլ գործակալ են եւ շնացող։ Ես ուզում եմ արձագանքել պարոն Խաչատրյանին։ Պարոն Խաչատրյանը ասում է այն պահից, երբ Շվեյցարիայում եւ այլն, գիտեք, հայտնի դեպքը Գարնան։ Եվ Տիկին Ղազարյանը հիշեցրեց մի դեպք, որ սրանից մոտավորապես 3.5-4 տարի առաջ նախարարությունը կրթության, որի հատկացրած միջոցներով իր որոշմամբ բջնի եկեղեցին նորոգվել է, դիմել է բջնի մայրաթորին, որ թույլ տա այդ նույն եկեղեցում անցկացնել հոգևոր երաժշտության փառատոն։ Մերժել են, մենք գնացել ենք պետական գույք հանդիսացող Արուճի եկեղեցում ենք այդ փառատոնը արդեն 3-րդ տարին մեջ իրականացնում։ Շարականներ էին երգել, ուրիշ բան չէին անելու տեղ, բայց մերժել են։ Մենք ոչ մամուլով ենք գրել, ոչ աղմուկ ենք անել, ոչ մի կերպ չենք արձագանքել սրան։ Դրան ի հակառակ, նաև Տիկին Գալստյանը հանձնաժողովի նիստին հրաշալի կերպով հիշեց, որ ամսի 6-ին օպերայի դահլիճում տեղի էր ունենում Մայրաթորի կազմակերպած հոգևոր երաժշտության երեկոն, Սուրբ Ծննդյանը նվիրված, որը կրթության նախարարությունը հատկացրել է անվճար մեր, այսինքն եթե այսպես երևակայենք էլի պետության եկեղեցու այդպես առանձին բաները իբրև թե կառույցն է պետությանը պատկանող դահլիճը, որ ուրիշներին վարձատրությամբ է հատկացնում, այս 26 թվականի հունվարի 6-ի մասին է Շվեյցարիայից հետո։ Իսկ այն դեպքը, որ ասում են բջնին հրաժարվել են հատկացնել որպես շարականներ երգելու վայր, դա եղել է Շվեյցարիայից առաջ։
Ուզում եմ մի հատ ուշադրություն դարձնեք, թե ով է արճակատման տրամաբանությամբ գնում եւ ով է կառուցողական այս պատմության մեջ, ով է հոգեվոր է արժևորում եւ ով է սքեմով քաղաքական գործունեությամբ զբաղվում։ Մեկ էլ նեթ եք արձագանքում այս նախագծին, մեկ կասի ինչ որ դավադրություն են պատրաստում ձեր սքեմավոր քաղաքական գործընկերները, մենք կանխում ենք։ Հարգելի գործընկերներ, այսօրվա նիստն ավարտվեց։